Տևեն քաշարժան կամ հարցն։ Նախաբան եթե ունի թող ասի։ Եթե նախաբանն եք, ասեք, եթե Կարող նախաբան ասեմ, որովհետև հարցերի 90%-ն Հա, ասեք, հետո մենք շատերն մտել չեմ պատասխանել։ Հակի տրամադրան իմ եւ Ալես Սիմոնյանի հետ կապված հարցերին, որովհետև Ալես Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական հարցից սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագրի կուսակցության վարչությանը 2020 թվականի մարտի 4-ին։ Ինչպես դա այն օրն էր, եւ ազգանիզացիոն քննարկումը իմ կողմից շրջանառությունների նախագծի որը նախատեսվում է երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործիքները եւ բարեբախտաբար նաեւ այդ բարույթը չկանգնեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Սա չեմ ասում, որովհետեւ ես այստեղ ուրիշ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալես Սիմոնյանը իմ նկատմամբ քաղաքական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ի այդ սա ասում եմ կապված այս քննի հետ այլ հարցերի քննումը այլ հարցը չտա կարող այդ բանին նպատակավոր բայց դες չի Բայց թեման սպառիկն է Կարող ենք ստորից այդ հարցում եք Ես չասեցի Ալես ես ասեցի, որ հարցելու օրը ապրում եմ ես նախագծի քննարկման հետ, այսինքն այդ օրը մարտի 4-ին պետք է քննարկվել իմ կողմից շրջանառության մեջ նախագիծը 24 ժամանակ ռեժիմով, ու գիտեք, որ ազգային ժողովը 24 ժամանակ ռեժիմով հարցեր քննարկումից հետո անմիջապես վերականգնվում է։ Այդ դեպքում բացառություն էր եւ հարցի քննարկումից հետո հարցերը դες քննարկվեցին, եւ քննարկվեց հաջորդ օրը մարտի 5-ին։ Այն բանամասն այդպես չեմ սարքարում։ Բայց այդ դիմում արդյոք չէր հաջորդել հանձնաժողովի են հայտնի նիստին, որտեղ դուք մի շարք ԿՊԱ-ականների ինչ-որ մեղավոր հարցեր եք մեղադրում։ Ապրիլին դիմել եմ Ալես Սիմոնյանի կարգապահական պատասխանատվության հարցով Եվ հարցը չի քննարկվել մինչև սեպտեմբեր ամիսը եւ քննարկելու միայն սեպտեմբերին եւ նաեւ անդրադառնում այդ կետին կուսակցության հավաքականության այս երկրորդ հարցերը սակայն չի ներկայացել իր դիմաց դիմումի քննության համար ասեմ որ դա այդպես չէ ես մեր կուսակցությանը խոցել եմ որպեսզի այդ Մասիքն բանտեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել, անգամ ասեմ ավելի ես եմ դիմել Այսինքն ինձ որևէ մեկը չի հրավիրել, ես խոցել եմ այդ կուսակցությանը, որպեսզի կոմպակտեն այն հատվածը, քանի որ որպեսզի նման տպավորություն չստեղծվի, թե չի այս այցելուց դիմել եւ չի ցանկացում մասնակցել իր դիմումին։ Խմբագրել եք։ Բայց այդ դեպքում ինչու են այդպիսի հաղորդագրություն տարածել։ Չներ թողել է թեժն պահ։ Չեմ ցանկանում հարցին դա սերտ պատիարել ես նման։ Դուք ինչ կապ ունեք Մհեր Ախտոյանի հետ։ Այս թեման վերջին Եթե դրանց բաներ կարիք կլինի կուսակցությունը կամ ես դրա մասին հանդես կգամ։ Ինչ վերաբերվում է կներեք, անդրադառնամ մյուս շատ տարբեր հարցերին, հաջող սկսած 2019 թվականից դեպի ընտրվել եմ ազգային ժողովի պատգամավոր եւ այն ժամանակ աշխատում եմ եւ գործունեություն ծավալում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Ես իմ գործունեությամբ խանգարել եմ մի շարք գործունեության տեսակների, որոնց մեջ առաջին թվում դա խաղային ոլորտն է, ես դա անվանում եմ չարիք, ու մշտապես խոսել եմ այդ մասին, որ խաղային ոլորտը չարիք է Հայաստանի Հանրապետությունում։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ, ու գտնում եմ, որ դա հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտի սպասարկող անձանց կողմից է եղել եւ ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ, սկսած քրեական աշխարհի կապ ունենալուց, սկսած քննամիջոցների բիզնեսի կապ ունենալու հետ, տարբեր սպանությունների կամ տարբեր ինքնասպանությունների մեջ փորձելով կապելով ես
փորձել եմ մեծամասամբ չանդրադառնալ այս հարցերին, բայց այսօր ուզում եմ պատասխանել բոլոր հարցերին եւ կարող եք ազատալ բոլոր հարցերը։ Հիմա գալիս եմ ձեր հարցին։ Ես պատրաստ եմ հիմա պատասխանել բոլոր հարցերին, որոնք կապված են այդ դեպքերի հետ։ Հիմա Ալեքսանդրի հարցի մասով այս բանը չեմ ուզում։ Եվ հիմա գալիս եմ սպանությունների։ Ինձ մշտապես փորձել են կապել որևէ սպանությունների հետ, ես կներեք սպասել Դեր սպանությունների չեն կապում են այդ կլանների քրեական հեղինակություն։ Ինձ օրինակ ժողովրդի կա ժողովրդից մասը։ Ինձ կապում են քանակերով տեղ ունեցած սպանությունների հետ, մասնավորապես քանակերում հայտնի մականորով անձի սպանության դեպքեր, որ ես այդ օրենքների դեպքի վայրում կամ եղել եմ մեքենայի մեջ ու ես կապում եմ սպանության հետ, որ այդ կապված ես դեռևս 2022 թվականին ուրվել եմ դատարան պահանջել եմ երկում եւ վնասի փոխհատուցում։ Քանի որ այդ նյութով արատավորվել իմ բարի համբավը։ Ես այդ օրը չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում, այդ օրը ես եղել եմ զորավարժությունների Ռուսաստանի Դաշնությունի Կազակ քաղաքում։ Արկային դրանց կապված մամուլի հաղորդակցություններ հապկի պաշտոնական կայքում լուսանկարել, որտեղ ես այդ օրը գտնվում եմ մամուլի հրապարակման մեջ ժողովրդի նշված է, որ ես եղել եմ դեպքի վայրում մեքենայի մեջ սպասել եմ այդ խմբին։ Կներեք, ես այդ անձին տեսել եմ դրանից 3 տարի առաջ մեկ անգամ պատահած, որտեղ երկրի փոքր երկրի մեր հյուրանոցում պատահաբար տեսել եմ այդ անձին 2018 թվականին, այո, Հայաստանում մոտիկացել է ծանոթացել են դա մեր եղել առաջին եւ վերջին հանդիպումը։ Ես այդ անձի որևէ կապ չեմ ունեցել, մի անգամ տեսել եմ պատահական, այսինքն 2022 թվականի դրությամբ ես 4 տարի այդ անձին երբևէ չեմ տեսել, որևէ հարաբերություն չեմ ունեցել, ու ինձ փորձել են կապել այդ անձի սպանությունը, որպեսզի փորձեն ինձ վարկաբեկել, արատավորել, որպեսզի ես իմ օրենսդրական գործունեության մեջ լինեմ աշխատված եւ չկարողանամ իմ օրենքի նախագծերից անել արդյունավետ առաջ։ Բարեբախտաբար դրանք չի հաջողվել, բայց սա կապված է մեր դատական համակարգի խնդիրների հետ, օրինակ ես 2022 թվականին դիմել եմ հայցով, եթե արագ տեմպով դատականություն տեղի ունենալ եւ դատարանը պարտավորեցնել ժողովրդին հատուկ է լինել ասա վճարում եւ ներողություն խնդրում ինձ պատմելու համար հետագայում համադրեցից փորձենք ցուցաբերել բայց քանի որ ունենք այն ունենք եւ հաճախ բոլորը այլ ընդդիմությունը իշխանությունը նույնպես մենք դժգոհում ենք դատայինական համակարգի հիմա կանադական նույն դեպքին օրինակ 168 ժամներ կնեք հրապարակել հիմա ես հարցերի պատասխանում եմ հիմա կանադանում գալիս եմ ձեր մի քանի ամիս առաջ իմ վերջի օրենսդրական նախաձեռնությունից հետո ես կապետեսի ներկայացել, երբ որ ինձ հաջողվեց երկու անգամ բարձրացնել խաղային ոլորտի քուրքերը, սրա արդյունքում տարեկան շուրջ 30 միլիոն դոլար հավելել գումար է մուտքագրել պետական բյուջե, նշեմ, որ միայն այդ նախագծի ընդունման արդյունքում դրանից հետո ինձ փորձեցին կապել Կարեն Արոնով անձի ինքնասպանության մեջ, նշեմ, որ տվյալ անձին երբևէ չեմ տեսել եւ առաջի անգամ իր մասին լսել եմ այդ հրապարակումների մեջ։ Այդ անձին երբևէ չեմ տեսել 168 ժամը Դեպքեր հրապարակել, իբրև ես կապված եմ այդ անձի ինքնասպանության հետ կամ ես եմ հասցրել, մենք ունեցել ենք դատական ինչ-որ վեճեր, կամ ես փորձել եմ ինչ-որ բան տանել։ Նշեմ, որ այդ անձի երբևէ մեկը չեմ ճանաչել, նաև 160 ես չեմ ճանաչում այդ անձին։ Ես նույնպես դիմել եմ այս հարցով վարչական դատարան, որպեսզի այս Բայց ինչ են անում, ես կապում ձեզ են մեղած։ Ես արդեն նշեցի, որ ես պայքար եմ տանում խաղային ոլորտի եւ այլ արատավոր երևույթների։ Օրինակ հիմնամիջոցների ապօրինի շարժանառության մասով, օրինակ դուք գիտեք, որ ես տարեսկզբի շարժանառության մեջ ելել օրենքի նախագիծ, որով առաջարկում էի պատիժները թմրանյութերի ապօրինի շարժանառության համար հստացնել հատկապես խոշոր չափերով թմրանյութերի իրացման համար նախատեսել մինչև ԽՄ ազատազրկում նախագիծը քննարկվեց, կային դեմքարտիկներ եւ այս պայմաններում ով է խոչընդոտը ձեր պայքարի։ Դա ինչ եմ ասում, բայց նաեւ նույն շրջանակները ինձ փորձում են հաճախ կապել թմրանյութերի բիզնեսի հետ, որի հետ ես
բնականաբար չեմ կարող առողջություն ունել եւ անդրադառնալական կլիներ, եթե ես նման բիզնեսի հետ առողջություն ունենալ եւ դիմեի նման օրենքի նախագծում։ Պարոն Սարգսյան, հասկացան, դուք ոչ մի Հիմա փառատոնի դեպքեր կապված գործընկերոջ հարցին պատասխանեմ, փառատոնի դեպքերի հետ կապված բնականաբար ես որևէ կապ չունեմ, փառատոնի դեպքեր կապված ես ազգային ժողովում ելույթ եմ ունեցել 2020 թվականի փետրվարին եւ տեղի են ունեցել հայտնի դեպքերը փետրվարյան փառատոն համայնքի մերձավայր բնակավայրում, որտեղ տեսանյութերից հայտնի է դառնում, որ աշխատել է ինքնացիկ եւ այլ հրազենային միջոցներ, վիրավորվել է մեկ անձ եւ մեկ անձ տեղում մահացել է դեպքի վայրում։ Ես ազգային ժողովում հանդես եմ եկել այդ հայտարարությունը կարող եք տեսնել եւ ասել եմ, որ տվյալ դեպքում ներքին գործերի նախարարությանը հարցը պատասխանի ժամանակ հարց եմ տվել ներքին գործերի նախարարին, թե ինչ կանխարգելիչ միջոցառումներ են տարվել, որպեսզի այս երկու խմբերի միջև այդ վիճաբանությունների կամ թշնամության հետևանքով չունենան դժվար պատահարներ։ Եվ նաև ինչ-որ առումով մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկություններ են եղել, որ սա երկու խմբերի միջև թշնամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Սա կապված փառատոնի դեպքերի հետ